Բարի Կիրակնորյա լույս ձեզ սիրելի հայեր, քույրեր եւ եղբայրներ, Աստվածասեր ընտանիք։ Շատ ուրախ եմ բոլորիդ կրկին անգամ բազմից անգամ ողջունել Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի անունով եթերի մեջ եմ։ Եվ սիրելիներս, այսօր նույնպես ծառայություններ մինչև այժմ եւ եկեղեցու մեջ եւ սիրելիներս, այսօրվա գլխավոր պատգամն է եւ այսօր հենց անիրավ տնտեսի անիրավ դատավորի սիրելիներս Կիրակինը եւ այդ պատգամը եւ իր իմաստը կուզենայի հայտնել, որը մտքով Աստված հնարավորություն է տալիս փոխանցել եւ դա է, որ սիրելիներս մենք բոլորս ապրելով այս նյութական աշխարհում թեկուզ եւ ուզում ենք հոգեվոր աչքերով նայել, բայց այդ հոգեվոր աչքերը նյութական շահ են հետապնդում շատ ժամանակ սիրելիներս, որովհետեւ հոգեվոր շահը այն է, որ դուք հավատաք, որ հոգեվոր փրկությունը միայն հոգեվոր սնունդով է, ոչ թե նյութական սիրելիներս, այլև ինչ որ դուք ցանկանում եք դիմացինին ձեր համար սիրելիներս, այդ ամեն ինչը Աստծո համար է կան, որտեվ ամենամեծ պատվերն է սիրիր Աստծուն ամբողջ քո մտքով, հոգով, սրտով, էությամբ սիրելիներս, եթե դուք սիրում եք Աստծուն, երկրորդ պատվիրանը շարունակական է, սիրիր մերձավորին ինչպես քանձին, այդ դրանով է կառուցվում ամբողջ Աստծո խոսքը ու օրենքը սիրելիներս, որտեվ այդ է ամենակարևորը եւ դավաճանությունը ընկերության մեջ եւ այդ ամեն ինչը գալիս է նյութապաշտությունից եւ զարմանալի չի, որ թե ընտանիքում, թե աշխատանքի տեղ ընկերությունում ամենտեղ դուք սիրելիներս դավաճանված կլինեք սիրելիներս, որովհետեւ իմացեք մեկ բան, որովհետեւ մարդիկ կամ նախանձում են կամ էլ գովում են ձեզ Աստծուն փառք տալով, որովհետեւ սիրելիներս կամ դուք լույս եք աս աշխարհի համար կամ խավար գործերով եք հայտնի սիրելիներս, բայց լույս լինելով խավարը չի ընդունում սիրելիներս, որովհետեւ այս աշխարհի կանոններով է շարժվում, որը սատանայից է սիրելիներս, դրա համար կարևոր պատգամը այդ անիրավ դատավորի, որ սիրելիներս բոլոր այդ որը դատելու իրավունքը Աստծո խոսքն է, նույնիսկ ոչ Աստված, իմացեք, որ դուք սիրելիներս դատավոր չեք, մի քննադատեք, այլ իմացեք ինչում է պատճառը, որ մարդը մեղք է գործում, ձեր ընկերը կլինի հեռու մարդ, որ կարողանաք այդ երևույթը պատճառը գտնեք եւ կարողանաք լուծվի սիրելիներս Աստծո կամքով լուծվի այդ